Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, դե ինչ, չհասցրինք մտնենք ձիու տարին, ՔՊ-ի էշերը իրենց դրել էին ձիու տեղ ու մեջտեղ տրճիկ էին տալիս։ Ու զուգահեռաբարել իրենց Աթաթուրքին, Նիկոլին, հավատարմության երդում էին տալիս, ուր որ գնաս հետդ կգան, գիտեք ինչ էր մտածում Նիկոլը, այ իսկականից սմբակավորներ։ Քթի տակ քմծիծաղով երևի մտածում էր, հա բա ինչ պետք է անեք, սաղիդ փուրն եմ տալու, կարողանաք չգաք։ Էնպես որ բոլորդ գնալու եք իրա հետ, որովհետև օր-օրի վրա էլ արդեն հետ դարձի կետ չեք թողում, ապաշխարության տեղ չեք թողում, որպեսզի գոնե համարենք, որ եթե մարդ չեք, երկոտանի եք, լավ Նիկոլը թուրք է, հասկացանք, բա դուք ինչ եք այ պիղծեր, պղծության մեջ սնված պղծեր։ Ժամանակին ոմն ամենայն հայոց, ավելի ճիշտ իմ կարծիքով ամենայն հայոց, ամբարոյականի որդիներից մեկը, Վանո Սիրադեղյանը, ասում էր մեր ազգի մեջ այդքան ամբարոյական չկար, այսքան ամբարոյականի թուլեն որտեղից են ծնվել։ Այդ ձեր մասին էր Քեմալի պայմանագիր, քեմալական պուճուրներ։ Մարդը գիտեր երևի ինչ էր ասում, որովհետև ինքը դրանցից մեկն էր ու զարմանում էր, որ իրանից շատ կա։ Հիմա իր աճեցրածներից մեկը, որ շնթռել է հայ հաղթողների գահին, խաբեությամբ եկել հասել ու շնթռնել է, որովհետև այլևս դա նստելու ձև չի, փորձում է իր հետևից ինչքան կարողանա շատ դժոխք տանել, այնքան ավելի կփառավորվի իր թուրք հոր հոգին դժոխքում։ Իսկ դուք թույլ եք տալիս մի աման լափի դիմաց, կոմպրոմատների դիմաց ձեզ պղծել, այսօր էլ արդեն թուրքահավաք է հայտարարել։ Նենց զգացողություն է ժողովուրդ, ոնց որ Երևանի մեջտեղ դժոխքը պայթել է ուղակի։ Ինչքան պիղծ կա, չնայած մի կողմից լավ է գոնե կիմանանք ինչքան թուրքական գենի, լացիրակ լակոտ կա Հայաստանում, հավաքելուց արդեն դժվար չի լինի այդ աղբը հավաքելը, բայց միաժամանակ ժողովրդին հասցնում եք արդեն ինֆարկտ ինսուլտ է, արա ձեր մենակ ռոժով, են հանցակիցըդ, կոլիկ, ղռերի զիբիլը, Աննա կոչված այդ ոչնչությունը իրեք մանեթանոց է, Փաստորեն ղռերի զիբիլը իրեն արդեն դրել է Խյուրեմ Սուլթանի տեղը, արդեն կոպիա է անում հարեմի հարճերի կերպարները, փորձում է սեփական ուժերը, տեսնի ինչքան կդիմանա դեռ այս ժողովուրդը։ Լսի, ես չգիտեմ դու ով ես, որպես Նիկոլ ինչ ես հանդես գալի, բայց դուք երկուսով թուրքի փալասներ եք ու հանցակիցներ եք հավասարել պատասխան եք տալու, աղանդի եք վերածել հայկական եկեղեցին, այն ամենը ինչ որ դուք անում եք աղանդ է, ժողովուրդ տեսել եք Հակոբյան Աննան եկեղեցի է մտել ինչ կուլունով, մի հատ ուշադիր նայեք, հրեական նշանով, մի հատ ուշադիր նայեք, թե ինչ զարդերով է շրջում, ուր եք ձեր խաչը, խաչ փրկողներ, ճակետավոր, իզուր չէ, Ռոբերտ Քոչարյանը մի լավ բան ասել, միշտ ես դա ցիտում եմ, ասել է քանի դեռ ինտերնետ չկար, հիմարներին միայն իրենց թաղում էին ճանաչում, հիմա ամբողջ աշխարհն է ճանաչում, հիմա ամբողջ աշխարհը տեսնում է մեր ամոթը ժողովուրդ, բոլոր նրանք, չեմ վարանում ասել կրկին, բոլոր նրանք ովքեր որ Նիկոլի հետևից գնում են որևէ բանի, կապ չունի ինչ համոզմունքի տակ են, կապ չունի ինչ են մտածում, եթե ընդհանրապես ի վիճակի են Նիկոլ արդարացնելու, Նիկոլի հետևից ինչ որ քայլ անելու, նրանք թուրքեր են ու չեն ներվելու, դա վերջնականորեն արդեն, հերիք եղավ, ժամանակն է արդեն թացը չորից ջոգելու, Նիկոլը տեսել է որ եկեղեցական արշավը ոչինչի իրեն ոչ մի արդյունք չի տալիս,
Հիմա էլ արշավ է սկսել արդեն մի այլ ուղղություններով փորձում է Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել։ Առաջի դեպքը չի դա, երբ Նիկոլը հասկացավ, որ իր թավշամանուկները, թավշաթրաշները պրավալի են ենթարկվել իրենց թուրքական ծրագիրը այլևս չեն կարողանալու սուս ու փուս իրականացնել, անցավ արդեն քաղաքացիական պատերազմներ հրահրելուն։ Քիչ են լափում, հիմա էլ որոշել են նորից հայ արուն լակել։ Ուրեմն ինչ է կատարվում, Նիկոլը հրահրում է, այսինքն ինքը իր լսափողների միջոցով հրահրում է ազգամիջյան հիմա էլ, ընդվզում ազգամիջյան բախում, փորձում է հանել հայերին ու եզդիներին իր դեմ, խոտ տալով իր ծախու որոշ բլոգերների արտասահմանից, ներսից ու փորձելով նրանց առանձնացնել։ Ուրեմն ասեմ ձեզ, երբ Կյաժի Աբաջանի հետ Քյարամը թուրքի դեմ դոշ էր տալիս, երբ որ Անդրանիկի կողքին էր մյուս եզդի զորավարը, այդ ժամանակ ձեզանից ոչ մեկը, Ջահանգիր աղան, այդ ժամանակ ձեզանից ոչ մեկը, Թևանյան Գագիկ, Թաթևոսյան Գագիկ, այդ նեմեցի պնակ լիզող, լսում ես, էդ որ ասում էիր, որ Էդոն ով է, որ կարողանա եզդի լինելով հայկական եկեղեցի ու հայ կաթողիկոս պաշտպանի, այդ գետինը մտնես դու, երբ որ դու քո լակոտի հետ ճողոպրել էիր Գերմանիա, մի աման լափի համար ֆաշիստի ոտքերը լիզելու, Էդոն ու իր եղբայր եզդիները մեզ հավասար թուրքի դեմ կռիվ էին տալիս, մեզ հավասար Հայաստան էին պաշտպանում, էլ չասեմ 92-ի հաղթանակի արաբը մեկը մյուսը եզդիական ջոկատը Քյալվաջարում օգնեց, որպեսզի կարողանան Քյալվաջար ազատագրել։ Իմ ժամանակակիցները դա լավ հիշում են։ Հիմա ինչ մնում է նոր մեզ սպասվող աղետներին, ժողովուրդ ոչինչ լավ չի լինելու։ Գուցե հիասթափեցնում եմ, բայց օր-օրի վրա Նիկոլը ինչքան դառնա սանձարձակ սրա դեմը առնել է պետք, լսում ես օպոզիցիա միավորվել է պետք, ինչքան որ Նիկոլը մնա ու սանձարձակ, անպատիժ, սկսի ինչ-որ բաներ անել, այնքան մենք երկիր ենք կորցնելու, այնքան մենք չենք կարողանալու հետո ոտքի կանգնել, հասկացեք վերջապես, սա վաղուց արդեն աթոռակռիվ չի, Նիկոլը եկեղեցի չի ազատագրում, ու հարցը տեղ կտրիչը չի, ու հարցը տեղ մեր կաթողիկոսի մասին չի, հարցը նա է, որ Նիկոլը թուրքական փողերով գնում է, ինչքան անհայրենիք ճիվաղ կա Հայաստանում օտարագեն, թուրքագեն, ոչ թե օտարագեն, բոլորին գեր վճարում է և նրանց միջոցով ձևացնում է իմիտացիա է անում, թուրքերին ցույց տալու համար, որ ինքը ընտիր իր 5-րդ Շարասյան հետ միասին քպկոչված ընտիր կատարում է Էրդողանի ու Ալիևի հրահանգը։ Անդրադառնալ եմ ուզում ևս մի անգամ Գառնիում կատարվածին, նրանք ովքեր ինձ գիտեն, որ Գառնին իմ համար շատ հարազատ գյուղ է, ու որ ես գառնեցիների կյանքը գիտեմ ներքին իր առօրյա ճահճով, ոչ միայն որպես սիրուն տուրիստական ինչ-որ վայր, և շատ լավ հասկանում եմ, որ շատ մեծ գյուղ է ու բազմաբնույթ մարդիկ են այնտեղ ապրում։ Գառնի, էդ ոնց թողեցիր բաշ Գառնի, որ Նիկոլը քեզ առնի։ Դու ախր Արտուր Հակոբյանի, Գառնիկ Բաբայանի, Գել Վահանի գյուղն ես։ Դու ոնց կարողացար, գոնե մի բառով, էդ քո ջրերի վրի, էդ Նիկոլա Պաշտ Ալկաշեդոյին չհակաճառել։
Դե քանի որ դուք լուր եք գառնեցիներ, ես ինձ իրավունք եմ վերապահում ու կարծում եմ բոլորդ գիտեք, որ ես այդ իրավունքը ունեմ ու ասում եմ, էդոները գառնին չեն պղծելու, չենք թողնելու, որովհետև գառնին դա հերոսների գյուղ է, գառնին դա ալկաշեդոների գյուղը չի։ Իսկ հիմա անդրադառնանք ուրիշ հարցերի, բոլորին այդ 10, ոնց են ասում, տիրադավ են ասում, չէ, 10 տիրադավ եպիսկոպոսներին, Բենտլի Սամո ասում է իր կաթողիկոսի անունը չտակ պատարակի ժամանակ, փոխարենը իմ անունը կտակ, այդ Նիկոլը քեզ արդեն ներքին կարգով աղանդավոր իր եկեղեցու կաթողիկոս է կարգել, և ով է օրդ ներքել այդ կարգումը, Ալիևը թե Էրդողանը, ասում են Էրդողանի սրտի կաթողիկոսը դու ես, հա? Են վրթանեսին ընդհանրապես չեմ էլ ուզում անդրադառնամ, արա դու ոնց կարայիր Արցախում ծնված լինել, դու ոնց կարայիր Արցախցի լինել, հասկացանք թալան է սարել, կոմպրոմատ են սարքել։ Բայց ավելի լավ չի տղավարի մի 5 տարի նստես, քան թե չոքես թուրքի դեմը, քո զավակներին, քո թիմին, քո տոհմին, մորթաս թուրքի դեմը։ Ժողովուրդ կրկնում եմ, չեմ հոգնի կրկնելուց, Նիկոլը թուրք է ազգությամբ, ոչ թե հավատամքով կամ, այլ գենետիկ, Նիկոլը գենով թուրք է, եթե ուզում է, թող գնանք ես համաձայն եմ, ես իրեն զուգահեռ կգնամ գենետիկ անալիզ կտամ։ Նիկոլը թուրք է, թուրքի, հրեայի ու խախոլի խառնուրդ է Նիկոլը։ Նրա մեջ ընդամենը 1 կամ 2%, ընդամենը տատն է հորական հայ, 1 կամ 2% հայկական արյուն կարող է լինել, ոչ ավելին։ Իսկ դուք կանգնում եք ազգությամբ թուրքի կողքին։ Բոլոր նրանք, ովքեր որ գենետիկ հայեր են, ժողովուրդ, 7 սերունդ ձեզ չի ներվել Նիկոլ պաշտպանելը, որովհետև դրանով դուք դավաճանում եք ձեր զոհված որդիների արյանը, ես չգիտեմ որևէ մեկը լսել է թե չէ Արտակ Արամյանի խնկամանի, գերեզմանին խնկամանը գողացողից եմ ես երգը, բայց դա տիպիկ մեր այսօրվա իրավիճակն է արտացոլում։ Ու հերիք է այդ տղուն ասեք ինչի ես դա գրել աշխարհով խայտարակ եղանք, աշխարհով խայտարակ եղանք այդ ժամանակ, երբ կանգնեցիք Նիկոլի, թուրք Նիկոլի կողքին, երբ գոռում է ասում էի դա թուրք է, եկել է Արցախը տալու, ինչ ասես ասում էիք։ Իսկ հիմա նրա հետևից քայլարշավ եք անում նորից, Նիկոլը այսօր հավաքել է ոչ թե եկեղեցիներ մաքրելու, այդքան լավ ու բորշիկ ես Նիկոլ մի հատ ոնց են ասում, ցախավել վերցրու, գնաս Զիբիլյանոսները մաքրի, Երևանը մաքրի։ Երևանում ես ինչ վիճակ է։ Տեսել ես փողոցները, Ավինյան Տիկոյես ինչ կեղտ է Երևանում։ Ուր են տարոնին էիք ասում, ճղում էիք ձեզ տարոնի ժամանակ, ուր են ձեր աղցանած մայթերը, ուր ընդհանրապես ձեր հավաքած ձյունը, արդեն ընես թքած ունեք, չէ ժողովրդի կարծիքի վրա, որովհետև այդքան թույլ ենք տվել ձեզ։ Հայեր արդեն էլ խոսել էլ չի լինում, բայց ամեն անգամ ինչ-որ մի հատ առիթ, ինչ-որ մի բան ստեղծվում է, որպեսզի ստիպված լինեն գալ ու մատնացույց անել։ Ժամանակն է խոսքից գործին անցնելու։ Տղերք, սա էլ արդեն այլ ընտրանք չունի, ուղակի, Նիկոլի դեմը առնել է պետք, ՔՊ-ի դեմը առնել է պետք, ամեն ձևերով, բոլոր թույլատրելի և անթույլատրելի ձևերով, ամեն կերպ, ու մենք մեր ինքնասիրությունը զոհելուց բացի, զոհում ենք մեր վաղվա սերնդի նորմալ կյանքը, էլ բարեկեցիկ չեմ ասում, որովհետև ընդեղ էլ բարեկեցիկ բան չի թողել, առաջիկա մի 10 տարի Նիկոլից հետո, մենակ զիբիլը պտի հավաքենք, մենակ ավերակները, մենակ այդ երկոտանի զիբիլը,
որպեսզի կարողանանք նորից երկիր դառնալ։ Ու դա բոլորիս գործն է, կրկնում եմ, ու դա բոլորիս համար պետք է լինի երթում։ Ու կարևոր չի ընդեղով կգա Նիկոլից հետո, եթե հայ է լինելու, եթե հայ է, գենետիկ ազգությամբ գործով, ապա պարտավոր ենք մի մարդու նման բոլորս կանգնել նրա կողքին, աշխատելու նորից այս երկիրը հանել թուրքական կրենքի տակից, խաբեությամբ զավթած Հայաստանի գահը ժամանակն է Հայաստանի տերերին վերադարձնելու, այսինքն հայերին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ապրող մյուս ազգությունները պետք է մասնակից չլինեն դրան։ Հայաստանը բոլոր նրանց հայրենիքն է, ովքեր որ արուն ու կյանք են տալիս Հայաստանի համար, տվել ու տալիս են։ Բոլոր նրանցն է, ովքեր որ պատրաստ են կրծքով պաշտպանելու Հայաստանը։ Հայը միայն գենետիկա չի, հայը ապրելակերպ է։ Իսկ իմ եզդի եղբայրներին կրկին ուզում եմ ասեմ, առավել ևս կայարանցի Էդոյին, Էդո ջան, սպաս բրեման։ Ու եթե այս ամենից հետո կարողանան սեփ խրել եկեղեցու ժողովրդի մեջ իրենց աղանդավոր լինելով, Նիկոլ աղանդավոր է, եթե նկատել եք որևէ մեկը երբևիցե խաչ տեսած կաք Նիկոլի վզին։ Կյանքի խոսքից արդեն ինձ գրում են, մենք քեզ դատի ենք տալու, ոչ մի դատով ավել, մի դատով պակաս բան չի փոխվելու, քամին քարից միայն փոշին է տանում։ Ոչինչ ինձանից չի պակասել, ունդեղել են մարդիկ ապրում, ես նենց դժողքային իրավիճակներում եմ կարողացել ապրելու ողջ դուրս գալ, որ հաստատ բերդը իմ համար այդքան սարսափելի չի, ինչքան որ դուք եք փորձում ինձ վախեցնել դրանով։ Բայց իմ երկիրը եթե կորցնի պետականություն, դա իմ մահը կլինի, այդ դրա համար պայքարելու եմ մինչև վերջ։ Ու բոլոր նրանք մի օր հարց եք տալի, ասում եք, բա որ պարզվի, որ սխալ հիմունքների կողքն ես կանգնած, իմ համար սխալ հիմունք չկա, որովհետև ես կուսակցական չեմ, ես կուսակցություն չունեմ, ոչ մի կուսակցության անդամ չեմ, չեմ էլ եղել, ես ունեմ մեկ կուսակցություն, դա իմ հողն է, ու մեկ պաշտամունք դա իմ հայրենիքն է, իսկ հայը առանց քրիստոնեություն, պարզապես դադարում է հայ լինելուց, ճիշտ է մենք եղել ենք հեթանոս հայեր, մենք հեթանոս հայեր ունենք դեռ, բայց դա ցեղակրոնություն է մեկը մյուսի հետ չխառնենք, ցեղապաշտությունը մեր քրիստոնեական կրոնի հետ ոչնչով նրանք զուգահեռ են, նրանք իրար խանգարող հանգամանք չեն։ Ես քրիստոնյա եմ կնքված են եկեղեցում, որ Նիկոլ արդեն երկրորդ անգամ է պղծում, ու Նիկոլ ես քեզ դա չեմ ներելու, պատասխան տալու պահին առաջինը Սուրբ Սարգիսը պղծելու համար ես պատասխան տալու։ Չգիտեմ ժողովուրդ, այսքանից հետո արժե ինչ-որ կենցաղային բաներից խոսել և ընդհանրապես ես զարմանում եմ բոլոր են մարդկանց վրա, որոնք կարողանում են ճիշտ է մեկ ես էլ եմ մեկ ֆրազով անդրադառնում, այս ինչ ջրափոսին են, ինչ ես շատ գիտեմ կեղտոտ մայթին, բայց երբ մենք երկիր ենք կորցնում, դրա ժամանակը չի, տղերք, եկեք լծվենք լուրջ գործի, ոչ թե շոուներ անենք, ցույց տանք այստեղ ես իմ զիբիլանոցը վառվեց, այնտեղ շատ գիտեմ ինչը քանդվեց, երկիրն է քանդվում, եկեք համախմբվենք, երկիրը փրկենք, ջրափոսերը հետո կլցնենք, կհասցնենք, կմաքրենք, դրա ժամանակն էլ կգա, բայց մենք այլևս կենցաղային ոչ մի հարցի ժամանակ չունենք, մենք ունենք երկիր, պետություն, պետականություն փրկելու խնդիր, ու բոլոր նրանք, ովքեր վախկոտ չեն, բոլոր են դաշինքների, թիմերի, կուսակցությունների ղեկավարները, ովքեր որ հայ են, հայրենասիրություն ոչ թե շոուներով խաղում են, այլ իրականում կան, նրանք պարտավոր են պետությունը փրկելու գործին լծվել, ոչ թե կենցաղային ինչ-որ հարցերի վրա շոու խաղալ ու տղա ցույց տալ իրենց երևալ, վայ, տեսեք գործ ենք անում,
Գործ կանենք այն ժամանակ, երբ որ հավաքվեք իրար գլխի ու հասկանանք, որ թուրքերը զավթել են մեր պետական գահը ու հասկանանք, որ հարկավոր է Նիկոլից, Քեմալական պայմանագրից, Քեմալի պուճուրներից ազատագրել, բառից բուն իմաստով, ազատագրել Բաղրամյան 26-ը, ազգային ժողովը, ու եթե դրա համար կան ինչ-որ խանգարող հանգամանքներ, անգամ եթե խանգարող մարդիկ, եթե խանգարող մարդը անգամ իմ հարազատն է, ես պատրաստ եմ, ոչ թե նրանից հրաժարվելու, այլ հորդորելու, որ մի կողմ քաշվեն, որպեսզի այս երկիրը փրկվի, որտեղ այս երկիրը պետք է փրկել, այլապես մենք ազգ կոչվելու իրավունք չենք ունենալու։ Մի հետևեք Նիկոլի քայլերթին։ Եթե դուք հայ եք, թուրք Նիկոլի հետևից մի գնացեք, դրանով դուք դավաճանում եք Հայաստանի Հանրապետությանը, ինչ հավատամքի և ինչ, չգիտեմ, ինչը առաջնորդել, որ դուք հարեք, եթե հայ եք պտի մերժեք Նիկոլին, նիկոլիզմը ու թուրքերին, Քեմալի պայմանագրին,